Հունիսի 18-ին գործարար բարերար Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հիմքով։ Սամվել Կարապետյանը Հայաստան էր եկել հոր մահվան 40-ի արարողությանը մասնակցելու նպատակով, որը տեղի էր ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Կարապետյանը հունիսի 17-ին եկեղեցու բակում տված փոքրիկ հարցազրույցում քննադատել էր իշխանությունների որդեգրած քաղաքականությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, պաշտպանելով ազգային արժեքները։ Նա նաև նշել էր, որ անհրաժեշտության դեպքում իրենք իրենց ձևով միջամտելու են։ Այս հայտարարությունից հետո նույն օրը հատուկ ջոկատայինները խուզարկություն կատարեցին Կարապետյանի երևանյան առանձնատանը, որից հետո հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը ժամը 3:00-ին գործարարին տարան քննչական կոմիտե։ Հունիսի 18-ին գործը մտավ Գյուլիքեխնյան 20 հասցեում գտնվող առաջին ատյանի եւ ընդհանուր իրավասությունների դատարան, որտեղ քննարկվեց կալանքի միջնորդությունը։ Նիստը դռնփակ էր։ Դատարանի շենքի մոտ հավաքվել էին Կարապետյանի հարազատները, աջակիցներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին հայերի մեջ համարվում է ամենաբարձր ռեպուտացիա ունեցող ինստիտուտը մեր երկրի։ Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության մեծամասնությունը աջակցում է իր եկեղեցուն եւ տեսնում է իր հոգու կարիքների հոգալու տեղը իր եկեղեցում։ Այո, կլինեն մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներ են տեսնում, կլինեն սպասավորներ, ովքեր խնդրահարույց են, բայց նույնը կա բժիշկների մեջ, ոստիկանության մեջ, անգամ մեր կառավարության մեջ կարող է հազվադեպ, բայց կարող է լինեն մարդիկ, ովքեր արժանի չեն իրանց դիրքին։ Սամվել Կարապետյանի եղբորորդու համար տարօրինակ է, որ այսպիսի մեծ եկեղեցական տրադիցիաներ ունեցող երկրի ղեկավարը կարող է այսպիսի բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկին։ Ես այստեղ եմ նաև, որ բերեմ, փոխանցեմ Ռուսաստանաբնակ 100,000-ավոր հայորդիների զորակցությունը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը եւ նվիրումն ու հավատարմությունը Սամվել Սարգսովիչին, ում ինձանից լավ գիտեք բոլորդ եւ գիտի ամբողջ հայ ազգը։ Ես կարծում եմ, որ այո, իհարկե, ես կարծում եմ, որ ցանկացած ժողովուրդ, ցանկացած երկիր ուրախ պետք է լիներ, որ իր ազգը ունի նման զավակ, հայրենասեր, ազգասեր, ուրախել Փաշինյանը մինչև 3 նաև պետականամետ, որը արտահայտել է այդ արժեքները իր բազում գործերով, իրագործումներով եւ այսօր էլ շարունակում է իրականացնել։ Կալանքի միջնորդության քննարկումից հետո դատարանից դուրս եկավ Սամվել Կարապետյանի փաստաբանը եւ ասաց, որ վիճարկելու են հիմքերը, գնահատելով անհամոզիչ բոլոր փաստարկները։ Մեր գնահատմամբ ոչ չէր կարողանում եւ շատ անհամոզիչ էր եւ դատախազի եւ քննիչի հիմնավորումները։ Որ հիմնավորումը հատկապես։ Բոլոր հիմնավորումները։ Եվ որ արկա է հիմնավոր կասկած եւ որ արկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր։ Մենք վիճարկում ենք եւ ձերբակալման իրավաչափությունը եւ հիմնավոր կասկածի արկայությունը, այսինքն մենք գտնում ենք, որ առհասարակ հանցագործություն տեղի չի ունեցել եւ վիճարկում ենք նաեւ խափանման միջոցի քննիչի ներկայացված բոլոր 3 հիմքերը։ Գրեթե 10 ժամ մինչև կեսգիշեր տևած դատավարությունը ավարտվեց գործարարի 2 ամիս կալանավորմամբ։ Այս մասին հայտարարեց Կարապետյանի փաստաբանը, նշելով, որ պատրաստվում են բողոքարկել այս որոշումը, համարելով ապօրինի։ Ցավոք պետքա բոլորիդ հայտնեմ, որ ապօրինությունը այսօր գերակայեց։ Պարոն Կարապետյանին ապօրինի որոշմամբ կալանավորեցին։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք բողոքարկելու ենք էսի աբսուրդի գագաթնակետն է։ 0 փաստական հանցակազմով մարդուն կալանավորում են։ Այս ձևով ցանկացած անձի կարան կալանավորեն։ Մեր գնահատմամբ սա ապօրինի է եւ մենք սա բողոքարկելու ենք։ Դատարանը որոշում կայացրեց Սամվել Կարապետյանին կալանավորելու։ Գործարարն այժմ գտնվում է Արմավիրի քրեակատարողական հիմնարկում։ Նրա տեսակցությունները սահմանափակված են։ Կարող է հանդիպում ունենալ միայն փաստաբանի հետ։ Լուիզա Սարգսյան, Արմեն Մուշեղյան, Ռուսարմիֆո լրատվական։